Հավատս չի գալիս, ուրեմն իմ հաճախորդ Լուսինեն է, ոնց կարող է տենց բան լինի, քեզ համար փոքր տիկնիկ ես գտել, հա, չեղավ Սաշ, չեղավ, դու ինձ չես թողնի գնաս, ես դրան չեմ դիմանա, դու ինձ հանել ես կեղտի մեջից, դու ինձ ստիպել ես հավատալ, որ ես կարող եմ լավը լինել, դու ինձ ուրիշ մարդ ես սարքել, ու ես հիմա առանց քեզ իմ կյանքս չեմ պատկերացնում, դու չես գնա Սաշ, ես ինքնասպան կլինեմ, ես առանց քեզ չեմ ապրի, Դու իմն ես, ես քեզ չեմ տա ոչ մեկի։ Քնած չեմ։ Պարզ եմ, ու դու երևի չես էլ քնել։ Չեմ քնել։ Հիմա լավ ես։ Նորմալ էլի, սովորական։ Մամաս չի զանգել։ Հան։ Նորե ճիշտն ասած ես եմ զանգել։ Պարզ է։ Դու այսօր չես գալու, չէ՞ համալսարան։ Քեզ մենակ եմ թողում գնաս։ Նոր ես իրոք պիտի գնամ։ Չեմ կարող բացակայեմ։ Չէ, գնա, ինչ պետք է չգնաս, գնանք, նորմալ է։ Չես նեղանում, չէ՞։ Ոնց կարամ ես քեզանից նեղանալ։ Դե ուրեմն լսի։ Բանալիներս քեզ եմ թողում։ Սառնարանում լիքը ուտելիք կա։ Թեյա պատրաստել եմ։ Քեզ էլ ինչ է պետք։ Ինչ է անելու ես առանց քեզ, մենակ դու կարայիր հիմա ինձ ժպտացնել։ Ինչ է իրանելու։ Գիշերը դուրսն է իր մնալու։ Էդ էլ կա։ Դե արի, այ չեմ ճիշանես։ Ռազի։ Հա? Նարին եկել, հա? Չէ։ Հա, ինչ? Դասի չես գնում։ Ով? Ես? Ես ոչինչ չեմ մոռացել, Լուսինե։ Մամ, դե որ Նարեն… Նարեն ինչ։ Ինչ կապ ունի Նարեն։ Ինչ։ Ասենք թե մեր տանը այսպիսի վիճակ է։ Հետո դու պիտի այսպես պահես քեզ, դու պիտի իմ կողքը լինես, չէ՞։ Մամ, դե դրա համար էլ չեմ գնացել։ Հարութից օգտվում ես, հա։ Որտեղ ես լինում։ Որտեղ։ Քեզ թվում է այս ոչինչ չեմ տեսնում։ Չեմ զգում։ Ուղղակի չեմ խոսում։ Ինչի դասի չես։ Դժվար է, հա։ Մամա։ Ինչ։ Ինչ, շատ բարդ աշխատանք է։ Ծանր է։ Հա։ Չէ, ես բան եմ ասել։ Ինչ հոգս ունես։ Ինչով ես զբաղվում։
Լուզ, որտեղ ա միտքդ, ինչ ա քո հետ կատարվում։ Մամ, ես կգնամ ու հարցերս կլուծեմ, մենք խոսենք, չէ՞ այդ մասին։ Անկողնում պարկած, արի իրար հետ ուղիղ լինենք, լավ, մտածի։ Մամ, ես հիմա պետքա տանը մնամ։ Դու էլ ոչ զանգի, ոչ գրի։ Ոնց գտնեմ քեզ, ոնց գտնեմ, ուր ես։ Ամ, Ոնց ես։ չգիտեմ, մեջքս ցավում եմ։ Թոքերդ են, տենց չի լինի, քեզ բժիշկ ա պետք, տղես։ Մամ, հանգիստ տեղի բան չկա։ Քեզ հազար անգամ խնդրել եմ, խի ես տեղ գալի, մի արի ստեղ։ Քեզ թողնեմ գնամ, հա։ Գիտես ինչ կարա հետդ լինի։ Մամ, բան չկա։ Գնա ասում եմ, խնդրում եմ քեզ, գնա ստեղից, թող ես իմ հարցերը լուծեմ։ Սաշ, ես բժիշկ եմ կանչել։ Ինչ։ Մամ, գժվել ես դու։ Մամ, խի ես տես բան արել։ Մամ, ով ա քեզ խնդրել տես բան անես։ Գնա ստեղից, հա մամ։ Մամ, խի ես ինձ խանգարում։ Ուզում ես բռնեն, հա, անպայման։ Ծանոթ բժիշկ ա, հորը ծանոթներից ա։ Մամ, ես քեզ ասել եմ, չէ։ Սուս մնա, էլ մի խոսա։ Մամ, ինչ անեմ, որ ստեղ չգաս, ասա, ինչ անեմ։ Եթե ավելի բարձր էլ գոռաս, միևնույն է, ես այս վիճակում քեզ չեմ թողնի։ Մամ, ես գնալու եմ ստեղից։ Հենց որ էլ մի արի, всё։ Էս ո՞վ է։ Բժիշկն ա։ Մամ, ասա որ հենց հիմա գնա։ Ինձ բժիշկ պետք չի։ Թող ես գնում եմ։ Տատես, Սաշ։ Սաշ, բալես։ Գլուխս ոչինչ չի մտնում, նույն տողը 100 անգամ կարդում եմ։ Ալո։ Լուսինե, Բարև ձեզ, ո՞նց եք։ հաստորին ճանաչեցիր, հա։ Հա, պահել էի ձեր համարը։ Ոնց ես։ Ոչինչ։ Ճիշտն ասած ուզում էի իմանայի Նարեն ինչպես է։ Չեմ կարողանում նրան զանգել։ Նարեն գիշերը տուն չի եկել։ Այսինքն, Ընկերուհու տանն է մնացել։ Դե մի քիչ նեղված էր, գիտեք, մամայի հետ։ Մի խոսքով դուք գիտեք, հասկանում եք։ հա, Մաման ինձ ամեն ինչ պատմել է։ Բայց դուք մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի։ Ես հո Նարեին ճանաչում եմ։ Լուսինե, խնդրում եմ զանգիր ինձ, երբ տուն գա։ Լավ, կզանգեմ։
Արսեն, որտեղ ես։ Գամ։ Արի, տուն եք գնում։ Լիք, Բարի Լուիս, էլի ուշանում ես լիք։ կներես էլի։ Ես ներում եմ։ Բայց հաճախորդը արդեն մի ժամ է եկել է քեզ ասպասում։ Փաստորեն չեմ հասնի, կոֆե խմեմ։ Արխային կասեմ կեփեն։ Լավ, շատ մերսի։ Մի հատ էլ գործ ունեի քո հետ։ Հիշում ես, մի հատ հաճախորդուհի ունեի, ցես կաշ մազերով Լուսինե էր անունը, չես հիշում։ Որ Լուսինե։ Այն որ Արմանի մոտ մազերը սարքում էր, չես հիշում։ Մի անգամ էլ քրոջ հետ էր եկել, այն որ աստին զույգ են, բայց ուղղակի նման չեն իրար։ Հա, հիշեցի, երկու քույր էին։ Հա, հիշեցի։ Լսի, ես ուզում եմ քեզ խնդրեմ, կարաս նայես երբ է ինքը Արմանի մոտ գրանցված, հա։ Քեզ չի զանգել։ Չէ, ինքը իմ մոտ չկա, բայց ես խնդրում եմ նայ էլի։ Տարօրինակ է, ինքը միշտ հաճախ գալիս էր։ Առաջ ավելի շուշուտ էր, չէ՞ գալիս։ Հա։ Չէ, գրանցված չի լիք։ Հաստատ։ Հաստատ։ Խնդրում եմ էլի, երբ որ գրանցվի անպայման ինձ ասալ, հա։ Եվ կասեմ։ Չես մոռանա, չէ։ Չէ, ես չեմ մոռանա։ Բայց դու ուշացի։ Լսի, համել, հեսա հաճախորդը գնա, գալիս ես իմ մոտ, մի հատ սուրճ կխմենք, համել կսիրնացնեմ քեզ։ Այն օրվա պես։ Այո, հենց պես։ Ես իմ մոտ եմ, կգաս, լավ։ Լավ։ Երբ Պետրոսյանի քրիպանից դու կարդել։ Երեխեք ջան, երբ ամսվա վերջա, տեսեք ոնց հարմար է բոլորը։ Հա, այդ օրն էլ կլինի։ Երբ պատրաստեք։ Կարող եմ նստել։ Ոչ, Ինչի։ աղջիկ ջան, 10-20 րոպե արդեն սկսվել է։ Ես գիտեմ։ Շատ ավելի վատ քեզ համար։ Ես ուղղակի ուզում էի ձեզ հետ խոսել։ Դուռը փակի, խանգարում ես ինձ։ Ուզում ես խոսել, դասերից հետո կխոսենք։ Իսկ հիմա լսարանից դուրս արի։ Տուն չգնաս, սպասիր։ Մարա, ուզում ես ընկերուդ հետևից գնաս։ Գեր Պետրոսյան, կարող եմ դուրս գալ։ Վահե, մենք ձեր ստուգարկներից ենք, չէ՞ խոսում։ Կներեք, էլի շտապ է, ես պետքա գնամ։ Վահե, եթե դու հենց հիմա լսարանից դուրս գաս, Վահե! Արմինե, Նարեն չի եկել։ Չես էլ զանգել։ Որ իմանամ որտեղ է, կգնամ ու ձեռքից կբռնեմ ու կբերեմ տուն։ Արմինե, ինչու եք ինձ խաբում։ Ոյ, հանգստացի քեզ, ոչ ոք չի խաբել։ Դու հասկանում ես, որ մտածում եմ Լուսինե, Աստված իմ, բայց ախր, ոնց կարող էր այդպես լինել։ Ինչ տարբերություն, հակառակ դեպքում Նարեին էր, չէ ատելու։ Հա, դու հասկանում ես, Արմինե, ես ինձ շատ վատ եմ զգում։ Ես էլ եմ ինձ շատ վատ զգում, խնդրում եմ, հա, արի լռենք։ Ախր ոնց կարող եմ լռել, Արմինե։ Դու հասկանում ես, Արմինե, ես հիմա տեղս չեմ գտնում։ Ես Տեր Աստված, Խեղճնարե։ վերջացրու։ Նարեին ոչինչ չի եղել, սուկ մի կապի, վերջացրու։ Լսում ես։ Լարիս քո հետ եմ, վերջացրու։ Լսի, Արմինե, ես քեզ նման ուժեղ չեմ։ Դու հասկանում ես, հիմա իմ սիրտը կպայթի։ Ճիշտ է։ Միշտ ուժեղը ես եմ։
Դու չգիտես, թե ես ինչքան եմ սիրել իմ եղբորը Մհերին։ Ու Լուսինեն իմ հարազատն է։ Իմ եղբոր հարազատ աղջիկը։ Իսկ ես նրա հետ վատ եմ վարվել, հասկանում ես։ Բայց իմ ինտուիցիան չպետք է ինձ դավաճաներ, Արմինե։ Ես գիտես ինչ ինտուիցիա եմ ունեցել։ Դուրներ։ Նարեն է երևի։ Չէ, Նարեն բանալի ունի։ Ես հիմա դուրը կբացեմ։